Ջոնաթան Շպանգենբերգը ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռ COP29-ի օրերին, երբ տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնում էր հայ գերիները ապօրինաբար են գտնվում Բաքվում, ներկայացված մեղադրանքները կեղծ են, գործընթացը քաղաքական։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետը լրագրող չէ, բայց ադրբեջանական մամուլը համառորեն պնդում էր, թե նա հայկական կողմից սնվող լրագրող է։ Այնինչ պարզ ապացուցելի փաստերով Ջոնաթանն ու մյուսները այսօր էլ շարունակում են միջազգային բոլոր հնարավոր ատյաններին հիշեցնել, որ անելիք կա։ Պետք է ճնշել Ալիևին։ Աշխատանքները սկսվում են սոցիալական հարթակներից, ծավալվում մինչև պաշտոնական նամակներ աշխարհի քաղաքական գործիչներին։ Գերմանիո մեջ քաղաքական դաշտի մեջ այս հարցը բարձրացուցի մեր այդտեղի գարույցներուն հետ եւ փորձեցինք քաղաքական դաշտին կառավարության, արտաքին գործոց նախարարության, Բունդեսթագի ասենք ուրեմն անդամներուն կամ այս հարցը մոդեցնել։ Ունենք տարբեր պատասխաններ եւ այս աշխատանքը կշարունակվի։ Ինքնուգործընկերները ամենօրյա աշխատանք են տանում, ասում են նահանջ չկա եւ նպատակ ունեն մինչեւ միջազգային քրեական դատարան հասցնել Ալիևի հանցանքները։ Նաեւ քաղաքական արձագանքի մեծ ալիք կարող է լինել, բայց այստեղ հատուկ է ընդգծում։ Հարցն առաջին հերթին հայկական անվտանգային է, ուրեմն այն պետք է օրակարգային դառնա նախ եւ առաջ հայ հասարակության ու առավել եւս պաշտոնական Երևանի համար։ Այստեղ գործընթաց կամ չկա, կամ եթե կա, ապա թերի է։ Անգերց կարծիքով շատ ավելի պետք է, եթե իրենք ինչպես որ շատ ադեներ գարդահայտեն, որ կարծես կսպառեն, բայց այդ դպավորությունը չունիմ։ Աշխարհը պետք է իմանա, որ ավտորիտար երկրում էթնիկ հայ լինելու համար միայն անմեղ մարդիկ են դատվում։ Ալիևի հանցագործությունները համակարգային են, մեկը մյուսից բխող, բոլորը ուղղված են հայկական պետության դեմ։ Ջոնաթանն ասում է, պետք է հասունանա այն պահը, որ միջազգային ճնշումը Ալիևի դեմ լինի մեծ մասշտաբների, ինչը ստիպի բռնապետին ազատ արձակել հայերին։ Կրկնում է, դրա համար պետք է աշխատել։ Բռնապետները գվախնան մեկ բան է, իրենց image-ը, իրենց այսինքն այսպես գեղձ image-ը երբ կփլի։ Երբ անցյալ տարի նախորդ COP եւ COP-ի ժամանակ մենք այս հսկայական միասնական աշխատանքը հաջողեցինք, այո, բադանտները ազատ չազատվեցան, բայց Ալիևը ընդունեց, որ միջազգային արշավ տեղի կունենա իր թեմ։ Եվս մեկ դրվագ է առանձնացնում Շպանգենբերգը, պատմում է նախորդ տարի ապրիլին, երբ Ալիևը կանցլեր Շոլցի հյուրն էր, բողոքի փոքրիկ ցույց էին կազմակերպել կանցլերի նստավայրի դիմաց։ Այդտեղ հնչող պահանջը մեկն էր, հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուղերձը հստակ՝ Ալիևը պետք է կանգնի միջազգային քրեական դատարանի առաջ։ 2 ժամ է սպասեցրել Ալիևը Շոլցին, ասում է Ջոնաթանը, այդ փոքրիկ բողոքին չարերեսվելու համար։ Բռնապետին բնորոշ վարքագիծ է, շարունակում է, պետք է պայքարել այնքան, որ Ալիևը դուրս գա իր հարմարավետության տարածքից, ճնշել ու անընդհատ խոսել, բարձրաձայնել հանցանքները։ Միայն հավաքական պայքարի դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքի ու հայ գերիների արդար վերադարձի։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։